Հարգելի ու սիրելի լրագրողներ, շնորհակալ եմ ընդունելու մեր մամուլի ասուլիսի հրավերը։ Ես Արփինե Խաչատրյանն եմ, Հրուշակագործների համահայկական միավորում հասարակական կազմակերպության նախագահը։ Ու այսօրվա ասուլիսը նվիրված է ու վերաբերվում է Պետի քաղաքի ամենահին դպրոցի կառուցմանն ու ճակատագրին։ Նաև ասուլիսը վերաբերվում է Պետի քաղաքում տեղի ունեցած ու տեղի ունեցող հակաիրավական գործընթացներին։ Մի փոքր կարճ նախաբանով ներկայացնեմ, թե ինչ պատմություն ունի Պետի քաղաքի ամենահին դպրոցը։ 1940-ական թվականներին կառուցված դպրոցն է, որը երկար տարիներ ծառայել է որպես դպրոց ու չգործելուց հետո վերածվել է արդեն փախստականների կեցավայրի։ Բայց տարածքը այնքան անմխիթար վիճակում է եղել, որ նույնիսկ ապրելու համար նվազագույն պայմաններ չեն եղել ու արդեն տեղի բնակիչները դուրս են եկել տարածքից ու տարածքը դարձել է շրջակա բնակիչների համար աղբավայր, բառեզ բուն իմաստով աղբավայր ու երբ խոսում ես բնակիչների հետ շեշտում էին ու նշում էին, որ նույնիսկ վախենում ենք այդ տարածքով անցնել, որովհետև տարածքը դարձել է օձերի ու կարիճների բույն։ Ու այդ տարածքը 2009 թվականին հայրիկս ազգային ժողովի նախկին պատգամավոր, երկու գումարումների պատգամավոր Իշխան Խաչատրյանը նախաձեռնեց դրա վերակառուցումը։ Այնքան անմխիթար վիճակում գտնվող դպրոցը, որը ոչ տանիք ուներ, ոչ դռներ, ոչ պատուհաններ, դպրոցի շենքը, պատերը նույնիսկ փայտից էին, սկսեց վերակառուցել։ Կառուցվեց տանիքը, պատուհանները, դռները, վերանորոգում կատարվեց, բարեկարգվեց շրջակա տարածքը, պարսպապատվեց, կանաչապատում արվեց ու լքված կրթօջախը վերածնունդ ապրեց։ Լքված կրթօջախը վերածնունդ ապրեց ու երբ սեպտեմբերի 1-ին հնչեց զանգը, ես հորս աչքերում արցունքներ տեսնելով ասաց, որ ես հիմա հասկացա, թե ինչ մեծ գործ եմ արել, որովհետև ինձ համար դպրոցն ու եկեղեցին դրանք նույն սրբավայրերն են։ Ու այո, մենք դաստիարակվել ենք այդ հոգեբանությամբ, այդ հայրենասիրությամբ, մեզ համար սրբավայրը թե դպրոցը, թե եկեղեցին, թե մարտական դիրքը։ Եթե մենք կպնում ենք եկեղեցուն, մենք կպնում ենք դպրոցին, եթե կպնում ենք դպրոցին, կպնում ենք նաև եկեղեցուն։ Երկուսն էլ նույնն են, ուղղակի մեկ տարբերությամբ դպրոցը կերտում է ազգը, ազգի ապագան, իսկ եկեղեցին կերտում է մեր հավատը։ Ու մենք թույլ չենք տա, ես այսօր այստեղ եմ, որ բարձրաձայնեմ խոսեմ դրա մասին, ձեր օգնությամբ, մեր ժողովրդի օգնությամբ թույլ չտանք, որպեսզի Պետի քաղաքի կոկորդիլոսագետ համայնքապետը դարձնի տարածքը աղբահավաք մեքենաների կայանատեղի։ Ինչպես է դա տեղի ունենում։ Եթե դպրոցը ձերն է, ինչպես է ինքը վերցրել եւ դարձնում այլ։ Ես այսօր խոսելու եմ փաստերով, լուսանկարներով ու տեսախցիկների կողմից նկարահանված վիդեոներով։ Նախ մի հատ պատմեմ, թե ոնց էր մերը ու ոնց դարձավ իրենցը ու ինչի են ուզում դարձնել իրենցը։ Սրանք շինարարական աշխատանքների լուսանկարներ են, քոլեջի նախնական վիճակը, դպրոցի նախնական վիճակը։ Պահեք մի պահ, որ տեսախցիկները ֆիքսեն։ Սա արդեն կիսակառույց վիճակում վերականգնողական աշխատանքների ժամանակ։ Ցույց տամ, թե վերջնական արդյունքում քոլեջը ինչ տեսք է ունեցել ու համեմատենք, թե այս պահին ինչ տեսք ունի այն։ Սա նորակառույց քոլեջի շենքներ 2009 թվականին։ Սա դրանքից հայրիկիս, ամբողջությամբ հայրիկիս կողմից կառուցված տարածքն է, որը ծառայել է որպես ազգային ժողովի պատգամավորի գրասենյակ, ժողովրդին ընդունելություններ կազմակերպելու վայր ու ես հպարտությամբ էի տեսնում ու հիմա հպարտությամբ եմ նշում, որ այդ տարածքում ամեն օր ծանոթ անծանոթ մարդիկ լի էին ու այդ տարածքում լուծվում էին ոչ թե հարյուրավոր հարցեր ու խնդիրներ, այլ հազարավոր, թե առողջապահության ոլորտի հետ կապված տարբեր ու հիմա ձեզ ուզում եմ ցույց տալ, թե քոլեջը այս պահին ինչ վիճակում է։
Այս նկարին նայելով ուզում եմ հասկանամ կոկորդիլոսագետ քաղաքապետը ի վերջո տարիներ շարունակ իր փափագած երազանքն է իրականություն ուզում դարձնի Հայաստան կոկորդիլոսներ բուծի ու բազմացնի ու երևի այս պահին արդեն հարմար տարածք է գտել դրա համար հենց այս տարածքի վրա է Փոքրիկ լճակում, հա, երևի այդտեղ դիմաց բան կա։ Այդտեղից երևի սկսի։ Հա։ Չգիտեմ ինչ նպատակներ, պլաններ ունի, բայց դա միայն ինքը գիտի։ Դպրոցի շենքը այս կարգի վիճակին հասցնողը չի կարող ուղղակի հայ կոչվի ու հայի արժանապատվություն ունենա։ Դա էլ ինքը արել։ Իսկ ինչ է արել։ Սա երեկվա նկարած նկարներ են։ Այստեղ լծվել է Պետի քաղաքում այս պահին նոր ասֆալտը քանդվում է, նոր ճանապարհ է կառուցվում, բոլորիս հայտնի պատճառներով, չգիտենք, նոր ինչ են քանդում ու նոր ճանապարհ կառուցում, դա հետին պլաններ ու մտքեր հաստատ ունի, բայց այդ ամբողջ քանդման աշխատանքներ իրականացնելուց հետո ասֆալտի շրանքները լցվում է դպրոցի տարածքում, շինարարական աղբ Կներեք մի բան ճշտենք, կարող ենք ասել, որ ձեր նշած այդ կոկորդիլոսագետ քաղաքապետը հիմա խլում է ձեր հոր կառուցած կամ նորոգած դպրոցը։ Միանշանակ։ Հիմա խոսենք շարունակենք դրա մասին։ Այդ տարածքում քոլեջը շարունակեց գործել մինչև 2018 թվականը, իշխանափոխությունից հետո դադարեց գործել, բայց տարածքը դեռ մնում էր մեր տնօրինման տակ։